Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 8, բայց բժշկվածը չգիտեր, թե ով է նա, Հովհաննես ավետարան 5:13, տարիները սրընթաց անցնում են նրանց համար, ովքեր առողջ և երջանիկ են, սակայն այս դժբախտ ուժասպառ մարդու կյանքում հիվանդության 38 տարիները պետք է որ տանջալիորեն երկար լինեին, այդ պատճառով երբ նրան, որ անկողնում պառկած էր, Քրիստոսը բժշկեց միայն խոսքով, նա այժմ զգաց տեղի ունեցած փոփոխությունը։ Ճիշտ նույն կերպ էլ մեղավորը, որ շաբաթներ ու ամիսներ շարունակ մոլեգնաբար փրկություն է փնտրում, այն ժամանակ է գիտակցում իր մեջի տեղի ունեցած փոփոխությունը, երբ Տերն արտաբերում է խոսքն իշխանությամբ, և նրա հավատի համեմատ ուրախությունն ու խաղաղություն է պարգևում։ Չարն այնքան զգալի է, որ երբ այն հեռանում է, անհնար է չիմանալ։ Մարդուն տրված է նոր կյանքը չափազանց ակնհայտ է, որպեսզի աննկատ մնա։ Նրանում կատարված փոփոխությունն այնքան նկատելի է, որ աչքի է զարնում։ Եվ ամեն դեպքում այդ դժբախտը գաղափար անգամ չուներ նրա մասին, ով իրեն բժշկել էր, չգիտեր, թե որքան սուրբ է այդ մարդը, ինչ առաքելությամբ էր հայտնվել մարդկանց մեջ ու ինչ ծառայություն էր նա անում նրանց շրջանում։ Նման անտեղյակությունը կարող է վերաբերվել նաև նրանց, ովքեր արդեն ճաշակել են նրա արյան զորությունը։ Մենք իրավունք չունենք հապճեպ դատապարտելու նրանց համար, բայց որևէ մեկի հետ հայտնաբերելով փրկարար հավատ։ Մենք պետք է հավատանք, որ նրանց փրկություն է տրված։ Սուրբ Հոգին մարդկանց ապաշխարության է դրդում նրանց սրբացնելուց շատ առաջ։ Եվ նա, ով հավատում է իր իմացածին, շուտով ավելի լավ կիմանա այն, ինչին հավատում է։ Անտեղյակությունը այնուամենայնիվ չարիք է։ Այդ խեղճ մարդուն բազմիցս ձանձրացրել էին փարիսեցիները, և նա տանջվում էր սեփական անօգնականության զգացումից։ Մենք ի վիճակի չենք պատասխանելու նման հարձակումների, եթե չենք ճանաչում, չենք հասկանում մեր Տիրոջը։ Սակայն այդ դժբախտ մարդու անտեղյակության բժշկությունն անմիջապես հետևեց նրա հիվանդության բժշկությանը, երբ տաճարում նրան հայտնվեց Տերը։ Նա վկայեց, թե Հիսուսն է իրեն բժշկել։ Տեր, եթե դու փրկել ես ինձ, հայտնվիր ինձ, որ ես կարողանամ դավանել քեզ մարդկանց որդիների առաջ։